Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է եւ այսօր մեր տաղավարից հեռավար կապ ենք հաստատել քաղաքական մեկնաբան Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք մեզ հետ կապ հաստատել հեռավար կերպով։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Մանուկյան, խոսենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձեր օգտին կայացած վճռից, կարող եք ներկայացնել, թե ինչ դատական գործի մասին է խոսքը եւ ինչ է հաղթել։ 2014 թվականին այն ժամանակ ԱԱՑ-ում աշխատող մի աշխատակից Վլադ Հակոբյան անունով, որը հետագայում դարձավ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը, 2015-ին դարձավ։ Ինքը փորձում էր այդ ԱԱՑ-ը աշխատելու ժամանակ ստիպել ինձ, որ ես ԱԱՑ-ի համար աշխատեմ։ Ես մերժեցի այդ առաջարկը եւ նա ուրեմն սկսեց սպառնալ, որ դու պետությանն ես ոչ ասում, մենք որոշել ենք, որ պետք է աշխատես, քո համար շատ վատ կլինի եւ այլն։ Այդ խոսակցությունը, որտեղ ինքը սպառնում էր, ես իմ լրագրողական ձայնագրիչով ձայնագրեցի եւ հրապարակեցի։ Եվ այդ խոսակցության մեջ ակնհայտորեն կային քրեական օրենսգրքով արգելված արարքներ, ուրեմն անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ ապօրինի հավաքել, պահելը, ուրեմն կուսակցության գործունեությանը միջամտելը, միգուցե նաև լիազորությունների չարաշահումը եւ այլն, եւ ես դատի տվեցի ազգային անվտանգության ծառայությանը, այսինքն ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի դատախազություն։ Դատախազությունը նույնիսկ առանց որոշումի ինչ որ գրություն էին ուղարկել, որ ոչ մի տեղ հանցանք չկա դրա մեջ։ Ես ուրեմն Հայաստանի բոլոր դատական ատյաններով գնացի եւ ուրեմն ի վերջո բնականաբար ծախողվեց Հայաստանի դատական ատյաններում իմ իրավունքների խախտման հասցեանագրույմը, դա ծախողվեց Հայաստանի դատական ուրեմն համակարգում եւ ես դիմեցի ուրեմն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն էլ վերջերս վճիռ կայացրեց, որ կոնվենցիայի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթները խախտվել է Հայաստանի իշխանությունների կողմից, այսինքն եթե կարդամ մեջբերում անեմ այդ հոդվածից, գրած է, որ պետական մարմնի ներկայացուցիչի կողմից կոպտորեն արված անօրինական գործողությունները մնացել են անպատասխան հանրային իշխանությունների կողմից եւ երբևէ չեն հանգեցրել այնպիսի քայլերի, որոնք կապահովեին, որ նման ապօրինի գործողություններ այլևս չկատարվեն։ Այսինքն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իօգուտ ինձ վճիռ է կայացրել, ֆիքսելով, որ տեղի է ունեցել ուրեմն իրավունքի կոպիտ խախտում եւ պետական հանրային իշխանությունների կողմից ուրեմն ոչ մի բան չի արվել այդ խախտման փաստը անգամ քննության առնելու համար։ Նայելով հիմա այսպես 11 տարվա հեռավորությունից, ինչպես եք գնահատում ձեր այն ժամանակվա քայլեր, ինչ եք կարծում, ճիշտ եք վարվել։ Բնականաբար ճիշտ եմ վարվել։ Այստեղ ընդհանրապես կասկածի որևէ բան չկա։ Նախ այն ժամանակվա անվտանգության ծառայությունը, ինչպես որ ես նշում եմ հենց այն ձայնագրության մեջ, որը հրապարակել եմ 2014 թվականին, մինչև հիմա կա դա համացանցում։ Այդ ձայնագրության մեջ ես նշում եմ, որ ես համարում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի դա ռուսական գաղտնի ծառայությունների կցորդ ինչ-որ մի կառույց է, եւ ես բնականաբար չեմ պատրաստվում աշխատել այդպիսի կառույցի հետ դա մեկ։ Երկրորդ, ես շատ հստակ նշում եմ, որ ես բնույթով այնպիսի մարդ չեմ, որ նույնիսկ եթե իսկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այսպես լիարժեք ամբողջությամբ նվիրված լիներ Հայաստանի անվտանգությանը եւ պաշտպաներ Հայաստանին, ես բնույթով այն մարդը չեմ, որ ես այդպիսի կառույցի հետ աշխատեմ։ Նույնիսկ այսինքն իմ ասածը այն չէ, որ եւ հիմա էլ իմ ասածը այն չէ, թե ուրեմն ազգային անվտանգության ծառայությունը չպետք է որևէ դեպքում որևէ մեկին մոտենա եւ առաջարկի համագործակցել իր հետ։ Իմ ասածը նա է, որ ինձ երբ որ մոտեցել են եւ ես ասել եմ ոչ,
ուրեմն դրանով պետք է իրենք բավարարվեին եւ այլևս որևէ փորձ չանեին ինձ մոտենալու եւ այլևս ուրեմն առավել եւս չփորձեին ինձ սպառնալ ինչ որ բաներում այսինքն ես կարծում եմ որ ազգային անվտանգության ծառայության աշխատավոճը պետք է փոխվի եւ նրանք նաեւ պետք է հասկանան ում են մոտենում ում չեն մոտենում շատ անընդունելի է երբ որ ազգային անվտանգության ծառայությունը մոտենում է քաղաքական գործիչներին, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչներին, այն կոնտեքստում Հայաստանի մինչև 2018 թվականի Հայաստանի կոնտեքստում, երբ որ Հայաստանը ակնհայտորեն ուրեմն ոչ դեմոկրատական կիսաավտորիտար երկիր է։ Ինչ եք կարծում, հիմա հատուկ ծառայությունների գործելավոճը փոխվել է թե ոչ։ Ես չեմ կարող ասել, որովհետև երկար ժամանակ Հայաստանում չեմ։ Ես կարծում եմ, որ հատուկ ծառայությունները հիմա ազգային անվտանգության ծառայությունը համենայնպես այն չափով կցորդ չէ, ինչ չափով որ կցորդ էր մինչև 2018 թվականը։ Վերջին նրա բացահայտումներից, ասենք օրինակ, որ Հայաստանում իշխանության բռնի տապալման փորձեր էին կատարվում եւ ազգային անվտանգության ծառայությունը դա բացահայտեց։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ազգային անվտանգության ծառայությունը այսօր համենայնպես առնվազն գոնե համեմատության մեջ հիմա ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի շահերին իր կոչմանն է ծառայում, իսկ մինչև 18 թվականը ես վստահ եմ, որ նման բան չի եղել, նա ծառայել է Ռուսաստանի։ Ուրեմն այս տեսակետից դրական փոփոխությունն իհարկե կա։ Ինչ վերաբերում է աշխատավոճի տեսակետից, թե ասենք մոտենան ինչ որ քաղաքական գործիչների եւ այդ գործիչների կողմից ստանան բացասական պատասխան։ Ես չեմ կարծում, թե ինչ որ շատ բան փոխված կլինի եւ սա, այսինքն այս տեսակետից ինձ թվում է նրանք շարունակում են նույն ձևով աշխատել, բայց ես այսպես ասեմ չեմ պնդում որ այդպես է։ Ուղղակի ես նաև Հայաստանում հիմա չեմ եւ բաներ կա որ տեղյակ չեմ եւ միգուցե այդ աշխատելավոճն էլ է փոխվել։ Չեմ կարող ասել, վստահ չեմ կարող ասել։ Պարոն Մանուկյան, երբ Վլադիմիր Հակոբյանը այն մարդով ձեզ հետ կապի էր դուրս եկել, նշանակվեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։ Ինչ զգացողություններ ունեցաք դուք, որտեղ փաստացի պատժվելու փոխարեն նա խրախուսվեց։ Ինչպես ընդունեցիք դա։ Ես սկզբում չէի հավատում, որ նման բան հնարավոր է, իսկ երբ որ նշանակվեց, ես լիարժեք հասկացա, թե ինչ տեսակի կիսաավտորիտար ռեժիմի հետ մենք գործ ունենք։ Այսինքն որևէ նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ մարդը սպառնալիքներով իշխանության կողմից հրահանգված կամ ԱԱՑ-ի կողմից հրահանգված ուրեմն սպառնալիքներով փորձում էր ինձ ստիպել, որ իմ կամքին հակառակ ես ԱԱՑ-ի հետ համագործակցեի կամ աշխատեի։ Սա ցույց տվեց, որ այդ ռեժիմի բնույթն է այդպեսին, որ հենց այդ ռեժիմը կիսաավտորիտար եւ Ռուսաստանի ծառայություններին կցորդ ռեժիմը այդպեսին է եւ համարում է, որ շատ նորմալ է, որ ինքը պետք է աչուձախ այդպես մարդկանց սպառնալիքներով փորձի իր հետ աշխատել, բայց այդտեղ ավելի մեծ պրոբլեմ էլ կար, այդ ռեժիմում ընտրությունների միջոցով նույնիսկ իշխանափոխություն հնարավոր չէր։ Այդ ռեժիմը կտրված էր Հայաստանի բնակչությունից եւ քաղաքացիներից եւ հիմա տարածված է ժողովրդի կամքից, հա։ Այդ ռեժիմը դες կտրված օտարին ծառայող ինչ որ մի կիսաավտորիտար համակարգ էր, որը ճնշվածության, եթե չասեմ ստրկության մեջ էր պահում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա շատ իմ համար ակնհայտ դարձավ նաև այդ պահին, երբ որ այդ Վլադ Հակոբյանը նշանակվեց նախագահի մամուլի խոսնակ, բայց նաև ես հասկացա, որ Վլադ Հակոբյանի անձը չնայած միշտ էլ պարզ էր դա ինձ համար, միշտ էլ պարզ է եղել, որ այդ Վլադ Հակոբյանի անձը այդտեղ զրոյական նշանակություն ունի։ Այնտեղ ամենակարևորը այն է, որ դա այդ ռեժիմի բնույթն էր այդպեսին։ Տեսեք, ձեզ վրա կիրառվող ճնշումները արդյոք ներառում էին նաև անձնական ինչ-որ փաստեր, տեղեկատվություն, քանի որ այսօր էլ մեր իրականությունում ունենք բազմաթիվ դեպքեր գաղտնի նկարահանումների տեսքով, հեռախոսների ստուգման տեսքով։ Այո։
Տեսեք, այդ ձայնագրության մեջ ինքը խոսում է այն մասին, որ իրենք իմ վերաբերյալ, իմ անձնական կյանքին վերաբերյալ զապիսներ այդ բառն է օգտագործում, զապիսներ ունեն, լիքը տեղեկություններ ունեն։ Հետո ինչ որ մի պահի ասում է, որ այ հիմա բոմբ կհրապարակենք։ Իրենք չեն ասում ինձ ուղիղ, թե այդ ձայնագրության մեջ ինքը ուղիղ չի, թե ինչ տեղեկություններ ունեն, բայց ես հասկանում եմ, որ դա իմ անձնական կյանքին վերաբերող, այո, տեղեկություններ են, եւ ես ենթադրում եմ, որ դա մոտավորապես այնպիսի տեղեկություններ են, ինչպիսին, ասենք, որ ժամանակ առ ժամանակ, այո, նաեւ վերջերս մենք տեսնում ենք, որ տարբեր գործիչների ուրեմն վերաբերյալ հրապարակվում է, հա։ Ես ենթադրում եմ, որ մոտավորապես նույն բանն է, բայց տեսեք, օրինակ բոլոր դեպքերում տարբերություն կա։ Երբ որ եկեղեցականների բարձրաստիճան, եկեղեցականների նկատմամբ ուրեմն այդ անձնական տեղեկություններ են հավաքվում եւ պահվում, եւ դա նաև հիմնավորվում է նրանով, որ բարձրաստիճան եկեղեցականները խախտել են հենց եկեղեցու կանոնադրությունը իրենց այդպիսի գործունեությամբ, եւ մենք չգիտենք, թե այդ որոշումը, որ կայացվել են իրենց ուրեմն հետևելու, դա կայացվել է օրինական թե անօրինական ձևով, որովհետեւ ասենք Հայաստանում տեսեք պատրաստվում էր բռնությամբ իշխանության փոփոխություն որոշ բարձրաստիճան եկեղեցականների կողմից, չէ՞։ Հիմա այդ հիմքի վրա իրանք կարող է գնային եւ սկսեին ստուգել այլ բարձրաստիճան ղեկավարների կապված հենց այն գործի հետ, որը նշեցի, որ բռնությամբ հեղաշրջում էին պատրաստվում իրականացնել Հայաստանում։ Եվ այդտեղ մեկ էլ հանկարծ բարձվի անձնական բնույթի ինչ որ տեղեկություններ կան, հա։ Այդ դեպքում ստացվում է, որ իրենք օրինական ձևով են հասել այդ անձնական բնույթի տեղեկությանը։ Ես իրավաբան չեմ, բայց ես իմ ենթադրություններն եմ ասում։ Եվ այստեղ կա նաև բարձրաստիճան եկեղեցականների, ուրեմն իրենց եկեղեցու կանոնադրության խախտելու հանգամանքը։ Բայց իմ դեպքում նման որևէ բան չկա։ Այսինքն ես որևէ ձև, որևէ կերպ կապված չեմ եղել որևէ մեկի հետ, որը Հայաստանում փորձելու է բռնությամբ իշխանություն տապալել, եւ ուրեմն իմ վերաբերյալ նրանք սկսել են տեղեկություններ հավաքել իմ կարծիքով այն բանից հետո, երբ որ ես 2013 թվականին ուրեմն Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու դեմ ցույցեր էի կազմակերպում եւ այդ առումով բավական ակտիվ էր։ Այսինքն ես սովորական ընդդիմադիր գործիչ էի, որ փորձում էր հենց դեմոկրատական մեխանիզմներով արտահայտել իր դժգոհությունը, իր մոտեցումները հանրային կյանքում։ Եվ նրանք սկսել էին ինձ դրա համար ուրեմն ձայնագրել եւ հետեւել եւ դրանից հետո հավաքել էին անձնական բնույթի տեղեկություններ, որը էլի այնպես չի, որ ես շատ գիտեմ ինչ է, էլի։ Այսինքն որևէ քրեական հանցագործության ինչ որ բան չկար այնտեղ, որևէ ինչ որ կանոնադրության խախտվելու վերաբերյալ բան չկար, բայց ես կոնկրետ չգիտեմ իրենք ինչ են հավաքել այդ ձայնագրության մեջ ինքը որ ասում է զապիսներ ենք հավաքել, ուղղակի այդ հավաքված տեղեկությունների բնույթի հավաքված տեղեկությունների փաստի արձանագրում է, ընդ որում Եվրոպական դատարանի վերջերի մեջ էլ է գրած, որ մինչև հիմա դեռևս պարզ չէ կոնկրետ ինչ անձնական բնույթի տեղեկություններ են հավաքել, որտեղ դա մենակ իրենք գիտեն։ Եվրոպական այդ դատարանի վճռի մեջ այդպես շատ հստակ գրված է։ Այնպես որ հա բոլոր դեպքերում ես չէի ուզենա, որ իմ այս գործը, որը բավականին ես ասեցի, տարբերվում է այդ բարձրաստիճան այլ եկեղեցականների հետ կապված հրապարակումներից, համեմատվել նրանց հետ, էլի, որովհետև իմ գործը ես ասեցի, բնույթով շատ տարբեր է այդ բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններից, բայց բնականաբար ես նաև իհարկե համարում եմ, որ անթույլատրելի է նույնիսկ այդ բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների ուրեմն հրապարակումը այն ձևով, ինչ ձևով որ
Հայաստանում կատարվեց վերջին օրերին։ Ձեր կարծիքով մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այս վճիռը որևէ ազդեցություն կունենա Հայաստանի իրավապահ համակարգի վրա, որպեսզի նույն սխալները, այն օրինակը, այն դեպքը, որ ձեզ հետ է տեղի ունեցել, այլևս չկրկնվեն։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ չգիտեմ։ Ես շատ կուզենայի, որ այո, իրավապահ համակարգում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի ուրեմն նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Տեսեք, իմ ժամանակ, երբ որ այդ դեպքը տեղի ունեցավ, եւ դատախազությունը հրաժարվեց որևէ քննություն անգամ իրականացնել։ Նույնիսկ այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպանը, որը Կարեն Անդրեասյանն էր, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ես դիմում գրեցի, նրանք գործը քննության վերցրեցին եւ հետո նշեցին, որ իրավունքների խախտում չի եղել ընդհանրապես։ Դուք պատկերացնում եք այն ժամանակ ինչքան վախեցած էին բոլորը, անգամ մարդու իրավունքների պաշտպանը, որ ակնհայտ իրավունքի խախտման հանգամանքը նրանք չէին արձանագրել։ Պատկերացնում եք, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ակնհայտ իրավունքի խախտումը իբր քննության առնելով գրել էր, որ ուրեմն այդտեղ իրավունքի խախտում չկա։ Ինչքան վախեցած էին այն ժամանակ եւ դատախազությունը, եւ դատարանները, եւ անգամ մարդու իրավունքների պաշտպանը ԱԱԾ-ի արած որևէ քայլի նկատմամբ ինչ որ ԱԱԾ-ի արած այդ անօրինական քայլերի նկատմամբ ինչ որ նույնիսկ քննություն իրականացնել։ Կարող էին, չէ, ասենք դատախազությունը վերցներ, ասել գործը վերցնում եմ քննության, քննեին, հետո վերջում ասեին դե լավ, չենք բանանում, այստեղ իրավունքի խախտում չկա, բայց իրանք նույնիսկ քննության չեն վերցրել գործը, որտեղ այդ աստիճան վախեցած էին։ Ես հույս ունեմ, որ հիմիկվա դատախազությունը եւ ուրեմն այլ պետական մարմինները եւ մարդու իրավունքների պաշտպան գոնե այդ աստիճան վախեցած չեն լինի, երբ որ հանդիպեն ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող որևէ ապօրինությունների։ Բայց ես էլի եմ ասում, ես հաստատ չեմ կարող դա ասել այդպես է, թե այդպես չէ, բայց հույս ունեմ, որ ինչ որ բան փոխվել է կամ գոնե այս վճռից հետո, իմ վերաբերող այս վճռից հետո ինչ որ բան կփոխվի։ Եվ պարոն Մանուկյան, այսպես եզրափակելով մեր զրույցը, ինչ զգացողություններ ունեք 11 տարվա պայքարից հետո, այսպես ասած, բազմաթիվ ատյաններում մերժվելուց հետո վերջապես այս գործով հաղթանակ ունենալու մասով։ Զգացողությունս այն է, որ ես վերջապես առաջին անգամ շատ բարձր մակարդակով ֆիքսվեց, որ իմ իրավունքների շատ կոպիտ ոտնահարում է տեղի ունեցել Հայաստանում եւ որևէ իմ բոլոր քայլերը իրավունքների ոտնահարումը արձանագրվելու արդյունքի չի տվել։ Այսինքն բարոյական տեսակետից շատ մեծ բավարարվածություն է ինձ պատճառում այն, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հստակ ասեց, որ իմ իրավունքի շատ կոպիտ խախտում է տեղի ունեցել Հայաստանի կողմից, Հայաստանի պետության կողմից։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան զրույցի համար։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրն էր քաղաքական մեկնաբան Հրայր Մանուկյան, ում հետ մենք տեսակապով հեռավար զրույց ունեցանք։